Եվ երբեք միևնույն կերպով չպիտի նայենք մենք, որովհետև սա շաբլոն չի։ Սա ինչ-որ մի հատ կարծրատիպ չի, որ այդ կարծրատիպը վերցնում ենք, ասում ենք սա է։ Այդ ձև չի։ Ամեն մեկս յուրովի պիտի ստեղից առած գնանք։ Դա սա է Աստծո փառքը։ Աստծո պատասխանները այո, կաղապարային չեն։ Ասենց է, ու վերջ։ Գիտեք, շատ կրոնների մեջ տենց է։ Եթե սենց ես անում, սենց կլինի, եթե նենց ես անում, ու անիմաստ ինչ-որ շարժումներ անում, անիմաստ բաներ են, բայց մեր Աստված կենդանի Աստված է, նա խորհրդատու Աստված է, քեզ նենց խորհուրդ կտա, ու այդ խորհուրդը կլսես, կարող է նենց խորհուրդ տա խելքիցդ, մտքիցդ դուրս ասես, ոնց սենց պիտի լինի։ Դուք երևակայ եք Հեսուի ժամանակ, երբ որ նա եկավ կանգնեց գետի առջև, այդ որ շաբլոնը իրան օգնեց։ Ահա, դե մերոնք ասում էին լողալ սովորի։ Բոլորս պիտի լողալով այդ գետը կտրենք անցնենք այդ վտանգավոր։ Լսեք, խելքից մտքից դուս հրահանգ եկավ։ Որն էր դա։ Ոտքը դիր մեջը։ Մտի գետի մեջ նոր կկանգնի։ Ամեն անհատական է Աստծո պատասխանը։ Մովսեսը գնաց կանգնեց ծովի առաջ։ Մեր հայ ժողովուրդին էլա շատ հարազատ շակերտներով, որ հետևը սուր արջևը ջուրի ինչ պիտի անի։ Լսի կա մի գավազան, մի փայտի կտորա ընդամենը, մի ծառի կոթա։ Պիտի պարզի, պիտի հավատքով պարզի, պիտի քայլ անի, պիտի որոշում կայացնի։ Ընդամենը մի խելքից, մտքից դուս որոշում, բարձրացնում այդ գավազանը ծովը ճեղքվում է։